Բարև ձեզ բարեկամներ, եթերում նոր դարն է։ Վերջին տարիներին շատ մեծ հետաքրքրություն է արթնացել մեր պատմության հին վաղնջական ժամանակների ուղղված եւ գիտնականները, գրողները անդրադառնում են այդ ժամանակներին փորձելով հայտնաբերել մեր ակունքները, մեր արմատները։ Գրողների, գիտնականների մի համաստեղություն կա, որ տարիներ շարունակ աշխատում է այս շոկությամբ, տպագրվում են հրաշալի գրքեր եւ այսօր ես ձեզ եմ ուզում ներկայացնել այդ հրաշք գրքերից մեկը Արատտա կենսածին ակունք եւ նրա հեղինակին գրող, պատմաբան, համահայկական գրողների միության անդամ Յուրի Սարգսյանին։ Ուրախ եմ սիրելի բարեկամ այս հրաշքի ծննդյան արդի, որովհետեւ գիրքը արդեն շատ լուրջ բացայականություն է վայելում, համակրանքը ակնհայտ է։ Օրեր առաջ շնորհանդես քննարկումը, որ տեղի ունեցավ Վան ակումբում, ցույց տվեց, թե որքան մեծ է հետաքրքրությունը այդ գրքի նկատմամբ։ Ես մի քանի հարցեր ունեմ։ Եթե թույլ տաք, սկսենք հարցերից, որովհետև անցնենք գործի, գիրքը մեծ հետաքրքրություն է արթնացնում։ Ես ընթերցել եմ մեծ հաճույքով, մեծ բավականությամբ եւ ուզում եմ այդ բավականությունը կիսել մեր հերոսատողի հետ ու ասել հետեւյալը. դուք գրքում խոսում եք Արատտայի մասին, Արատտա կենսածին ակունք, փորձում եք բացահայտել այդ իրողությունը եւ հարցին վերաբերող իմ առաջին հարցի հիմքը ինչ դարձավ, ձեր գրքից երկու արտահայտություն հիշեցնեմ, պատմիր ինձ քո ժողովրդի առասպելը եւ ես կասեմ, թե ինչքան հին, իմաստուն եւ անմահ ես դու։ Ինչ է Արատտան, ում նվիրված է այս գիրքը, պատմություն, իրականություն, թե առասպել, խնդրեմ։ Արատտան իհարկե առասպել չէ, դա շումերական սեպագիր տեքստերում վկայվում է որպես աստվածահաճո, աստվածաընտրյալ երկիր, աստվածահաճո եւ աստվածաընտրյալ ժողովուրդ, բնակչություն, որտեղ տիրապետում են տիեզերական, աստվածային գիտելիքներին, որտեղ ամեն ինչ բնության ամեն մի բաղադրիչ սուրբ է, սրբազան է, անտառները, ծաղկահովիտները, բերքը, գետերը, առունները։ Արատտան դա մեր հայկական լեռնաշխարհի առաջին պետական միավորումն է եւ մեր ազգի համար հանդիսանում է որպես մեր ժառանգության ակունք։ Այդ իսկ պատճառով Արատտայի կարևորությունը շումերների կողմից անգամ Արատտան ընկալվել է որպես սրբություն, որպես նախահայրենիք, եւ դա հայկական լեռնաշխարհումն է, մեր ակունքն է։ Սերի բարեկամներ, խոսք է գնում հայ ժողովրդի վաղնջական անցյալի մասին, նախաքրիստոնեական ժամանակները այստեղ պիտի քննվեն, եւ ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել, պարոն Սարգսյան, ինչի համար։ Գիտեք, մենք շատ հաճախ ենք գիտության մեջ, գրականության մեջ գնում հակադրությունների ճանապարհով։ Դուք մի զարմանալի վարպետություն, շնորհք ու տաղանդ ունեք փորձել համադրել փաստերը։ Եվ այդ է պատճառը, որ մեծ համակրանք կա այս աշխատության նկատմամբ, ձեր գործունեության նկատմամբ առհասարակ, եւ ուզում եմ ահա մի հատված կարդալ ձեր գրքից, հին շումերական քաղաքակրթության ժառանգության մասին է խոսքը, որը թույլ է տալիս հասկանալ հետագա բոլոր կրոնների ու փիլիսոփայական կանխադրույթների հիմունքների ձևավորման գործընթացները։ Այսինքն սա մի պատմություն է, որտեղ միանում, միահյուսվում են տարբեր հավատքներ, տարբեր կրոններ, չկա հակադրություն, այլ կա միասնական պատմություն։ Պատմությունը դա մի ժամանակաշրջան է, մի հոսանք է, այո, մարդկության ժառանգության եւ ունի տարբեր հազարամյակներում իր բնութագրերը։ Ելնելով տարբեր պատճառներից, բաղադրիչներից, պատմությունը տարբեր հազարամյակներում, տարբեր հարյուրամյակներում կարող է ունենալ տարբեր նրբերանգներ, բայց այդ ամենը իրավունք չունի պատճառ հանդիսանալ բսկտելու համար։ Բսկտել պատմությունը դա ամբողջը մեր ժառանգությունն է, իր ամբողջականության մեջ է ուժն ու գաղտնիքը։ Չի կարելի ոչ թե մեկ ժողովրդի առավել եւս այնպիսի հին եւ առեղծվածային պատմություն ունեցող ժողովրդի ինչպիսին հայն է, նրա պատմությունը նրա ամբողջականությունից կտրել եւ մասնատել, բսկտել։ Սա իրավունք չունենք։ Մենք հարուստ ենք ամբողջականությամբ։ Ամեն ինչ իր
դերը իր ժամանակաշրջանի մեջ պետք է ընկալվի։ Շնորհակալ Սա է պատասխանս։ Անչափ շնորհակալ եմ եւ պիտի ինձ համար ամենահետաքրքիր հարցին անդրադառնամ։ Դուք ձեր գրքում խոսում եք առաջին դիվանագիտական պատերազմի մասին, որը ինձ շատ հետաքրքրեց։ Տեսեք, սիրելի բարեկամներ, պահպանվել են վկայություններ, վիպերքեր, նյութեր կան, հրապարակված, թարգմանված շատ արժեքավոր փաստաթղթեր են Մերկարը եւ Արատտայի տիրակալը, որտեղ խոսվում է, որ միջադեպքում Տիգրիս եւ Եփրատ գետերի միջև գտնվող Ուրուկ քաղաք պետությունը ղեկավարում էր շումերական փառահեղ հերոս Էնմերկարը։ Ուրուկից հյուսիս Արարատյան լեռներում մի այլ քաղաք-պետություն էր գտնվում, Արատտան, որ բաժանված էր բազմաթիվ լեռնաշխարհներով, Ուրուկից այնքան բարձր զառիվ էր, որ դրան հասնելը գրեթե անհնար էր։ Ահա այս Արատտանը, մեր Արատտան, որ հայտնի էր հարստությամբ, ամենալավեր մետաղներով, շքեղությամբ, բարձր քաղաքակրթությամբ եւ փաստորեն պատերազմ է ծագվում Ուրուկի թագավորի եւ Արատտայի թագավորի միջև դիվանագիտական պատերազմ։ Ինչ պատճառով։ Սա պատմության առաջին վկայությունն է մարդկային պատմության դիվանագիտական հակամարտության մասին, որը ոչ միայն մեր այդ դիվանագիտական հակամարտությունը վերահացվում ռազմական հակամարտության հետագայում, հենց այդ նկարագրությունն էլ մեզ տեղեկություններ է փոխանցում Արատտայի վերաբերյալ։ Այն բոլոր նյութերը, որ մենք համարում ենք էպիկական, չգիտեմ, էպոս եւ այլ, որոնք խոսում են հարավային տիրակալների եւ հյուսիսային Արատտայի տիրակալի հակամարտությունների մասին, հենց այդ նյութերում են գաղտնագրված, այսպես ասենք, այն բոլոր տեղեկությունները, որ մենք հայտնաբերում ենք Արատտայի մասին։ Եվ իմիջիալոց հենց այդ հակամարտության դիվանագիտական, որ հետագայում վերահացվում ռազմականի, հենց այդ հակամարտության պատճառով էլ ստեղծվել է այն, ինչը մարդկության ամենամեծագույն երևի հրաշքն է, գիրը։ Գիրը։ Այո։ Հենց այդ հակամարտության ժամանակ, երբ հարավի տիրակալը դեսպան է ուղարկում հյուսիսի տիրակալին իր պահանջներով, որ սա պետք է անեք, նա պետք է անեք, նոտաների ոճով, այդ ուլտիմատում նոտաների ոճով, դե այդքան լեռներ, ձորեր անցնելու ընթացքում դեսպանը կարող էր ինչ-որ մի բան խառնել, ինչ-որ մի բան մոռանալ, ինչ-որ մի բան սխալ հասկանալ եւ այլ, եւ դրա հետևանքով ստիպված են լինում կավե սալիկի վրա ինչ-որ նշաններ նկարել որպես հուշաթերթիկ, որպես հուշում, որ այս նկարես խզմզոցը կտեսնես, սա կհիշես, այս բանը, ու սա դառնում է գիր, սեպագիր, գրի ստեղծման հիմնապատճառը եւ սկիզբը։ Շատ հետաքրքիր պատմություն է սա եւ գիտեք մի հարց, որը ինձ անձնապես շատ էր մտահոգում եւ այդ հարցի պատասխանը ձեր գրքում ես գտել եմ, պատմական բազմաթիվ հիշատակումներ կան տարբեր դարերում, տարբեր ժողովուրդների մոտ, այլ ջրհեղեղի մասին, այլ պատմական հերոսների մասին, ու միշտ ընթերցողը մտածում է լավ, ինչ է կրկնվել է ջրհեղեղը, ինչ եղել, բայց ձեր գրքում դուք կարողանում եք ժամանակները մոտեցնել իրար եւ ստացվում է մեկ ամբողջական պատմություն։ Ասենք օրինակ ինչ է գրում ձեր գրքից հատված կարդամ, շումերների ժառանգությունն է ամենամեծ ազդեցությունը թողել Աստվածաշունչը ստեղծողների վրա, որոնք Սուրբ Գիրքը ներկայացրել որպես հրեական ժողովրդի ստեղծագործություն։ Մեկ ամբողջական միասնական պատմության մասին է խոսքը։ Շումերական քաղաքակրթությունը երբ հայտնաբերվեց վերջին մոտ 200-150 տարվա ընթացքում եւ երբ սկսեցին վերծանվել շումերական սեպագիր, շումերական հետագայում բաբելոնական, հետագայում ակադական սեպագիր կավեսալիկները, ապա մենք այնտեղ հայտնաբերում ենք բազմաթիվ տեղեկություններ, որոնք մինչ այդ մեզ հայտնի են ընդամենը Աստվածաշնչից։ Դա սկսած դրախտային այգի կոչվածից, Էդեմ կոչվածից կամ Էդեն կոչվածից, սկսած մարդու արարումից, Ադամ, Եվա, որ հենց Ադամի կողից է Եվան ստեղծվել, սկսած, չգիտեմ, ջրհեղեղի պատմությունը, թե ինչպես եղավ ջրհեղեղը, ում պատճառով եղավ, ով փրկվեց, որտեղ փրկվեց,
Եվ նմանատիպ շատ նյութեր, որոնք իրենցից ներկայացնում են աստվածաշնչյան պատումների հիմնարար կետերը, այս բոլորը պարզվում է շումերական քաղաքակրթության գիտելիքների խմբագրված, վերաշարադրված, սեփականաշնորհված տարբերակներ են։ Բարից բուն իմաստով։ Եվ գիտակցում էին մեր հին նախնիները, որ իրենք են առաջին ստեղծողները, տեսեք, թագավորը ինչ է գրում ինքն իր մասին եւ բանաստեղծական ոչի կա, ես Անդրանիկս բարերի արարիչն եմ, երգեր գրողն եմ, բանաստեղծ է եղել, խոսքեր գրողն եմ, մեր նախնիներն են գրել, որ նրանք իմ երգերը պիտի ասմունք են իբրև երկնային գրություններ ու պիտի խոնարհվեն իմ խոսքերի առջև։ Սա այն ժառանգությունն է, որը փոխանցվել է մեզ եւ որը հայտնաբերել եք դուք ու շատ շնորհակալ եմ դրա համար։ Ես ուզում խոսել անունների մասին։ Պարոն Սարգսյան, ձեր գիրքը հարկադրեց, որ ես սկսեմ մտածել այն մասին, չէ՞ որ սրանք ծանոթ անուններ են։ Ասենք նախ եւ առաջ խոսք է գնում այն մասին, որ շումերները խոսում են հյուսիսից եկածների մասին, որ ներքև են իջել վերևից, կարելի է հասկանալ երկնքից երկիր, բայց կարելի է պարզապես հասկանալ լեռներից են ներքևի, որ ավելի բնական է, լեռներից ներքև են իջել եւ քաղաքակրթություն, պարգևած այդ այլամոլորակայիններ տվացել են այլամոլորակային ջրհեղեղից փրկված արարատյան լեռներից երկիր, այսինքն միջագետք իջած մարդիկ են նրանք։ Ու անունների վերաբերյալ այստեղ շատ բաներ կապվում են Հայաստանի հետ, մասնավորապես անունակները, աստվածություններ, չէ՞ որ երբ Աստված հանձնարարում է երևույթներ, իրեր, առարկաներ, կենդանիներ ստեղծել ու մարդուն տալիս է նաև իրավունք անուններ դնել, արարել եւ անուն տալ, արարել եւ անուն տալ։ Եվ այս անունակները չէ՞ որ հայկական անուն բառն է, որ շատ հետաքրքիր է, որ մենք նաև անունակ բառ ունենք հայերեն։ Մենք նաև ունենք անունակ բառ, որը նշանակում է հոգևորական։ Այ քեզ բան։ Այո, հոգևորական։ Մեր հայոց բառագիրք, հայոց բառանում, առաջին հայկական հայոց բառանում հենց կա թեր անունակ բառը, որ նշանակում է հոգևորական։ Այսինքն բառերի հետազոտությամբ տեսնում եք սերի բարեկամներ, որքան գործ ունենք անելու լեզվաբանությամբ, բնագավառում, գրականագիտությամբ, բնագավառում։ Դուք ճանապարհ եք բացել, որ պիտի օգնեք մեզ, որպեսզի կարողանանք ամեն տարի տասնյակ հարյուրավոր երիտասարդ գրականագետներ են մտնում ասպարեզ, լեզվաբաններ, փիլիսոփաներ, որովհետև այս աշխարհը, գիտության, գիտական տեղեկանքների այս աշխարհը հավասարապես վերաբերում է մի քանի ոլորտի միաժամանակ։ Եվ էլի անուններով հրապուրված ահա անունակ, որ աստվածություն է, եւ նրա կինը, կին, հիշեք, մենք գեղեցիկ սերին ինչ ենք ասում, կին։ Տեսեք ինչպես է Հայաստանը այս ամեն ինչի կրողն է, վերարյան մեջ է, մեր լեզվի մեջ է, մեր բառապաշարի մեջ է, եւ գիտեք, մի հարց եմ ուզում ձեզ տալ, պիտի խնդրեմ հաճախ պատասխանեք այդ հարցին։ Ես Մինսկում մասնակցում էի վերջերս միջազգային սիմպոզիումի գրողների, եւ այնտեղ չխոսեմ այն մասին, թե ինչ հարգանք կար Հայաստանի հանդեպ, ինչպիսի պատիվ էին ցույց տալիս ինձ իբրև Հայաստանի ներկայացուցիչի, բայց ինչ է հետաքրքիրը, հենց որ խոսք էր գրում հին քաղաքակրթության մասին, բոլորը նայում էին ինձ։ Նոյան տապան, քաղաքակրթության հիմնադրում, այսինքն ամբողջ աշխարհը, երբ խոսում է հին ժամանակներն, մեզ է նայում, մենք մեզ չենք նայում։ Օտար պետություններ, օտար ազգեր համարում են դա հայկական ժառանգություն, մենք դեռ չենք համարում։ Ի՞նչն է պատճառը, կբացատրեք ինձ։ Մի ֆրանսիացի պատմաբան, միստիկ, հոգեբան, միստիկ հետազոտող այսպեսի մի հարցադրում է անում իր գրքերից մեկում, իսկ դուք գիտեք ով է հայ ազգը։ Սա աշխարհի ամենաառեղծվածներով լի ազգն է։ Սա ֆրանսիացի պատմաբանն է ասում, եւ որքան խորանում ես այս ակունքների միջև, հազարամյակների խորքն ես գնում, հայտնաբերում ես մեր էթնոսին, մեր այսօրվա հայ ազգին, մեր նախահայրենիք հանդիսացող, մեր հայրենիք հանդիսացող հայկական բարձրավանդակին վերաբերվող այնպիսի նյութեր,
այնպիսի հուշումներ, որոնք հայի կողմից չեն գրված։ Այլ գրված են մի քանի հազար տարի առաջ 4, 3, 5,000 տարի առաջ ծեպագիր միջագետքյան իմաստունների, քրմերի կողմից եւ բնութագրելով մեր լեռնաշխարհի բնիկ ժողովրդին, բնակիչներին, նրանք որպես Աստծո ընտրյալ ազգ են ներկայացնում։ Անգամ նկարագրելով ջրհեղեղը, նրանք ասում են, որ Արատտայի բնակիչները որպես Աստծո ընտրյալ բնակիչներ վեր հանեցին աստվածները եւ փրկեցին ջրհեղեղից։ Եթե հрьяաներն իրենք են իրենց անվանում Աստծո ընտրյալ, ապա այս պարագայում շումերական քաղաքակրթությունն է վկայում հայկական լեռնաշխարհում ապրած ժողովրդի Աստծո ընտրյալ լինելը։ Սա հայը չի իր մասին գրում։ Օտարն է այդ Սա օտարն է վկայում եւ դրա փաստերը շատ են, բարիս բուն իմաստով շատ են։ Սա է մեր ժառանգությունը, սա մեր սեփականությունն է։ Եվ ձեզ լրացնելով պիտի ասեմ, որ այդ վկայությունները օտար գիտնականների, գրողների մենք պարտավոր ենք հաշվի առնել, որովհետեւ երբ իմ եղբայրների հետ զրուցում էինք, այդ 40 երկրներից պատվիրակներ կային, միջազգային այդ գրական սիմպոզիումի մասնակիցներ եւ շատերը որ ցանկանում էին որ ժողովուրդները հաշտ ապրեն միմյանց հետ, կարողանան բարեկամություն անել, ասում էին մենք ձեր օգնությամբ, հայրի օգնությամբ պիտի վերականգնենք Նոյան տապանը։ Այսը արդեն օտար մարդիկ զգում են մեր առաքելությունը ինչ է եւ մի շատ կարևոր հարցեր ունեմ ձեզ, թեպետ հարցերը պատկերացնում եք որ շատ են, բայց ինձ հետաքրել է էպոսը Գիլգամեշի մասին եւ ձեր գրքում հանգամանորեն վերլուծվում է մի շատ հետաքրքիր իրողություն կապված Գիլգամեշի հետ, Ուրուկի թագավոր Գիլգամեշը Են մարգարի թորն է միջից։ Են մարգարի, որ դիվանագիտական պատերազմ էր սկսել, Գիլգամեշը նրա թորն է։ Նրա թորն է։ Ուրեմն նա ճանապարհ է ընկնում, որպեսի գտնի անմահության գաղտնիքը։ Եվ այդ ճանապարհը ինքնին հետաքրքիր է նրանով, որ անմահության գաղտնիքը գտնվում էր Արատտայում։ Եվ նա ինչպես պիտի գնար, ինչպես պիտի մարդիկ գնային այդ վայրը գտնել, որտեղ էր նա գտնում, այսինքն Արատտայի տեղագրության համար այս հատվածը բացառիկ կարևորություն ունի։ Նա բնակեցրեց մեզ այստեղ Գետաբերանի մոտ, եւ այդ օրվանից ասած մենք ապրում ենք մարդկանցից հեռու, դու առաջին մարդն ես ու մենք տեսանք։ Ինչ է շնորհում Գետաբերանի մոտ։ Սա տեղանքի ցուցիչ չէ։ Միանշանակ։ Այո, միանշանակ, բայց այդտեղ կա մի շատ տարօրինակ թյուրիմացություն։ Շումերական բնագրում գրված է շումերերեն կա բառը, որը կնշանակի բերան։ Եվ տեքստում բառացիորեն գրվում է եւ ինձ բնակության վայր հաստատեցին աստվածները։ Դա ութնապիշտիմի մասին է, ով փրկվել է ջրհեղեղից, որին Գիլգամեշը գնում է ութնապիշտիմի մոտ, ութնապիշտիմը նրան ընդունում է, կինը համոզում է, որ պատմի անմահության գաղտնիքը եւ ութնապիշտիմը պատմում է ջրհեղեղի ամբողջ պատմությունը եւ նաեւ որ իրեն աստվածները տվեցին անմահություն ու բնակության վայր ընտրեցին Գետերի բերանը։ Այստեղ մի շատ հետաքրքիր թյուրիմացության հետ ենք մենք առնչվում, ես բոլոր իմ ելույթներում դա ասում եմ, քանզի սա շատ կարևոր փաստ է։ Անկամ մեր հայերեն բացատրական բառարանում Գետաբերանը ընկալվում է որպես գետի ավարտը։ Այսինքն այն մասը, որտեղ գետի ջրերը լցվում են լիճ կամ օվկիանոս կամ ծով։ Երբ ինքը բերան բառը առանձին մեկնաբանվում եւ ընկալվում է որպես ինչ-որ մի բանի սկիզբ։ Այո։ Մի կողմից բերանից խոսք դուրս եկավ, բերանից խոսք դուրս եկավ։ Տարվա բերան, չգիտեմ, գործի բերան եւ այլ։ Օրվա բերան, ամեն ինչը սկիզբ է։ Եթե մենք մեր բացատրական բառաները վերցնենք, նայենք, բերան բառը ընկալվում է միայն ինչ-որ մի բանի սկզբի հետ։ Ամեն ինչի, ճանապարհի բերան, չգիտեմ, եւ այլ։ Եվ միևնույն ժամանակ գետաբերանը, մեր բացատրական բառարանը ներկայացնում է որպես գետի ավարտը։ Սա մեծագույն թյուրիմացություն է մեր հայոց լեզվի առումով։
Եվ այդ թյուրիմացության պատճառով, նմանատիպ այդ թյուրիմացության պատճառով բոլոր թարգմանություններում, անգլերեն, ռուսերեն թարգմանություններում այս մասը գետի բերանը, ռուսերեն ասեմ, որ շատ պարզ լինի, գրում են ուսցերեկ, որը գետի ավարտն է։ Ավելի բարոյական, ավելի ճշմարտախոս հետազոտողները այդ տողը թարգմանում են ուսցերեկ, փակագծերում գրում իստոկ։ Երբ իստոկը եւ ուսցե գետի տարբեր հատվածներ են, մեկը սկիզբն է, մեկը ավարտն է։ Ու սա կրկնվում է նաեւ անգլերեն տարբերակում։ Միայն շումերի եւ հայի լեզվամտածողությունն է, որ բերան ասելով, գետի բերան ասելով, նկատի ունի գետի սկիզբը, ակունքը, աղբյուրը։ Ահա թե որտեղ է բնակվել անմահություն ստացած, ջրեղից փրկված Ութնապիշտիմը, որից Գիլգամեշը իմացել է անմահության գաղտնիքը։ Դա էլ հիմք է հանդիսանում անմահության երկիր համարել այդ արարատյան մեր լեռները։ Որովհետև գետերը գալիս են մեր հայկական լեռներից են գալիս, այսինքն Արատտայի տեղագրությունը արդեն կարող ենք ասել։ Դրանից բացի Արատտայի տեղակայման հարցով շատ մի 3-4 շատ հետաքրքիր բացահայտումներ, շատ հետաքրքիր ասենք դրվագներ կա, որոնք կեղծարարության պատճառով Արատտան հեռացնում են հայկական լեռնաշխարհից եւ շումերական բնագրերը բառացիորեն վկայում են, աշխարհագրորեն վկայում են, որ Արատտան տեղակայված է հայկական լեռնաշխարհում, բառացիորեն։ 2-3 այդպիսի փաստեր այս գրքում տեղակայված կան։ Ես շնորհակալ եմ պարոն Սարգսյան այն ջանադիր ու հետևողական աշխատանքի համար, որ դուք տանում եք, մասսայականացնելով այս կարևոր գիտելիքները մեր հասարակության մեջ։ Գիրքը գրված է հիանալի լեզվով, հաճույքով ընթերցվում է։ Ես 2 օրում ավարտեցի այդ գիրքը, թեպետ նախատեսել էի մի քանի օր, որ պիտի ընթերցեմ, հաճույք պատճառելով ինքս ինձ։ Նաև տպագրությունը ուղղակի հիասմունք է առաջացնում, գիրքը հրատարակել է Լուսական հրատարակչությունը, մենք հրատարակչին հայտնում ենք Ռուզան Սահակյանին խորին շնորհակալություն այս լավ աշխատանքի համար, տպավորիչ արտաքինով, խոր բովանդակությամբ, սա մի բացառիկ նվեր է մեր ընթերցասեր հարությանը։ Սիրելի բարեկամներ, փնտրեք այս գիրքը եւ այս գրքի միջոցով մենք պիտի ճանապարհ ելնենք։ Ես իբրև մտավորական, իբրև մի մարդ, որ անկախության բոլոր տարիներին երազել է մեր ազգային միաբանության մասին ու դեռ մինչև այսօր չեմ տեսել, երազել եմ այն, որ մենք պիտի կարողանանք հոգեպես վերափոխվել ու դրա կարիքը կա, այս գիրքը հենց կոչ է հոգևոր վերափոխության, որովհետև անկես ասեմ, պիտի մենք իբրև մտավորականներ, իբրև մեր ժողովրդի զավակներ, պիտի նաև այն հարցի պատասխանը տանք, թե ինչու 100 տարին մեկ, 50 տարին մեկ, 10 տարին մեկ միշտ մի աղետ, մի վնաս գալիս է մեզ անպակաս։ Եկեք չմեղադրենք օտարներին, մեզ օգնության չհասան, մեզ մենակ թողեցին, նրանք հենց այդպես էլ պիտի անեն, որովհետև օտարը իրենց գործն են անում։ Թշնամու դեմ խոսելով մենք ոչինչ չենք ասում, որովհետև թշնամին օտարը ինչ պիտի անեն, թշնամին թշնամություն պիտի անի, օտարը օտարություն։ Ուրեմն խնդիրը մեր մեջ է։ Գուցե պատճառներից մեկն էլ այն է, որ մենք հեռացել ենք այն դաշինքից, որ կնքել ենք շատ դարեր առաջ Արարչի հետ, եւ այս գիրքը հենց մեզ տանում է դեպի այդ վաղանջական ժամանակները, երբ Արարիչը ստեղծել էր փիլիսոփայություն, հոգի ու տվել էր մեզ մեր նախնիներին, եւ ահա պատմաբան գրող Յուրի Սարգսյանը մեզ տանում է դեպի այդ սքանչելի ակունքը մտածումի, հոգու եւ առաջընթացի։ Այս գիրքը շատ անհրաժեշտ է այսօր մեր ժողովրդին։ Բոլորի անունից ես միշտ շնորհակալություն հայտնել հեղինակին, մաղթում եմ հաջողություններ, ձեր լավ սքանչելի ստեղծագործական հաջողություններ եմ մաղթում։ Իսկ ձեզ սիրելի բարեկամներ, ասում եմ ստեղծություն, մի շնորհ հանդիպում։